Yandex-ը սիմվոլիկ է, Yandex-ի պարագայում 16.5% նվազագույնը, բայց միջինացված 21% վարորդներից գումար է պահում, ստացվում է տեղից, որ 20% ավելացած արժեքի հարկ է Yandex-ը վճարում շահութարկ, իսկ այդ գումարը տվողը այս մարդիկ են, հասկանում եք։ Ստացվում է միջինացված մեր հաշվարկով մոտ 12% նվազագույնը իրենց մատուցած ծառայությունից պետությանը ուղիղ հարկ գեներացվում է։ Մեզ մարդիկ ասում են, լավ, մենք որ աշխատող մարդ ենք, եկուս թոշակի գնանք, ինչի համար մենք պիտի բարձր թոշակ չստանանք։ Լավ, պետություն, մենք ընդունենք մեր գործընկերների, իրանց գործընկերների մի մասը հարկադիր ունեն, ասում պատրաստ եմ ինչ-որ տոկոսով փակեմ իմ հարկադիրի գումարը, բայց դու ինձ գրանցված աշխատող չես համարում ու հնարավորություն ճկուն մեխանիզմ չես տալիս, որ ես այդ խնդիրն էլ հաղթահարեմ, այդ հարկադիրի ԴԱԿ-ի խնդիրներն էլ հաղթահարեմ։ Հաջորդ խնդիրը որ կա, ասում է պետություն, դու որ ինձանից այդքան հարկ ես վերցնում, դիմացը ինձ ինչ ես տալիս, ոչ իմ անվտանգությունն ես ապահովում, ոչ մի ձևով, այսինքն իրանց իրավունքների ոտնահարումը չես ապահովում, թոշակի գնալն չի լինում։ Մյուսն էլ, երբ որ հայտարարում էր կառավարությունը, որ 200,000 դրամից ավել վաստակող մարդիկ անվճար պիտի բուժվեն, պարզ լեզվով ասեմ, վարորդներից 40,000-ից ավելին է, 200,000 դրամից ավել է վաստակում այս մարդիկ։ Ու շատ, հա, ու այս մարդիկ ասում են, լավ, մենք ինչի համար պիտի չօգտվենք նաև այդ ծառայությունից։ Եվ այսպիսով ստացվում էր պահանջները մի քանիսը դարձան, որոնք որ մենք արդեն պաշտոնական ընթացք տվեցինք, այսօր հատուկ որոշել էինք, որ պետք է նամակը հանձնելուց 2-3 հոգով, մաքսիմում 5 հոգով մասնակցենք այս process-ին, որովհետև ուրիշ ընթացք չկար, պաշտոնական, կուլտուրական արտադրենք։ Ես ոստիկաներին էլ եմ ասել, որ շատ մարդ չի լինելու։ Խարարը հայտարարեց, որ հարցը քննարկվում է եւ ամեն ինչ կարող Արսեն Թորոսյանը նաև նրանց հետ հանդիպում ունեցան, ինչ արդյունքներ է արձանագրվել եւ արդյոք հնարավոր է հարցերը լուծել։ Տեսեք, ես արձանագրեմ ինչեր ա եղել, հանդիպան մասնակիցներից Արթուր այդտեղ ա եղել, ինքը կպատմի, մենք արձանագրում ենք առաջի փոքրիկ հաղթանակը առ այն, որ 3 նախարար արձանագրել է եւ այս խախտումների փաստը 3 նախարար խոսել է խնդրի մասին։ Ճիշտ է, Գևորգ Պապայանի խոսածը աբսուրդային շարքից էր, ու այդ մարդը էկոնոմիկայի նախարարն է, ողբամ են երկրին, որ նախարարը ինքն է։ Ասում է խոսամ Yandex-ի հետ, կենտրոնական բանկի, առևտրային բանկի հետ, որ այս մարդկանց վարկ տան։ Մենակ վարկի համար։ Այս մարդիկ վարկ չեն ուզում, իրաց խնդիրները լրիվ ամբողջությամբ ուրիշ է։ Այսինքն այս ամբողջ ցույցի ընթացքում հասկացաք, որ մենակ խնդրեմը վարկ վերցնելն է, վարկի հարցը եք ուզում լուծեք։ Չի կարելի։ Առողջապահության նախարարը գիտակցել է, որ կա խնդիր ու այս մարդիկ պետք է ներառվեն այս ցանկում եւ իրենք անվճար բուժօգնություն ստանան։ Այսինքն արձանագրում ենք, որ մյուս պահանջները արդար ու իրանք էլ են գիտակցել, որ կա այդ խնդիրը պետք է լուծվի։ Իսկ սոցիալ նախարարը դուք եք հանդիպել, մի հատ ասեք ինչ բանի եք եկել։ Գործը ընթացքի մեջ է, ծանոթացել են, թղթաբանության հետ են ծանոթացել։ Հիմա մնում է արձագանքեն, մեզի ասին լայնամասշտաբ հավաք վարորդների հետ նորից կհանդիպեն 20 վարորդի հետ մենք այն մասշտաբը 120,000-ից 20,000 չէ 20 իրանք ասին 20-25 այսպես վարորդի հետ լսարանում ինչ-որ ով է ձեզ ասում Արսեն Թորոսյանը այո Իսկ որպես սոցիալ նախարար մանրամասնորեն հետաքրքրված եք, դուք հասկացաք, թե լիագազը հետաքրքրվում է, հա, թղթերը նայում են 2 ժամ զրույց ենք ունեցել, 2 ժամ, 6 վարորդներով ու սաղսը բացատրում ենք իրավիճակը, իրանք դաժե անակնկալի եկան։ Այսինքն իրենք չէին նկատել, որ դուք եք սոցիալական շեղ, որ դուք եք հարկեր տալիս, այն էլ բավականին բարձր հարկեր։ Բացի այդ իրանք անակնկալ եկան, որ Yandex-ը մեզի խափում էլ է, իրանք իրոքից ասում են տեղյակ չէ։ Աբսուրդ է, չէ, պետություն տեղյակ չի, որ իր քաղաքացուն խափում են, գցում են։ Աբսուրդի ժանրից է, երբ որ 40,000 վարորդի, 120,000 վարորդի իրավունք խախտվում է, ու կառավարությունում ոչ մեկ տեղյակ չի։ Իդեպ այդ 120,000-ից Yandex-ի գրանցվածները ո՞ր մասն են կազմում։ Yandex չի, մենք բոլոր on-line տաքսիներին ենք դեմ։ Մենակ Yandex չի։ Պրոստը շուկան ինքն է կառավարում, Yandex-ն է։ Մեծ ուժը Yandex-ն է։ Դրա համար ենք անդադ ասում Yandex, բայց բոլորը խնդիրներ ունեն։ Թող մեր Հայաստանում օրենք դնեն, որ 10%-ից ոչ մի կազմակերպություն on-line տաքսիները չբարձրանա։ Հիմա ձեզ ինչ խոստացվեց, որ ընդհանրապես մի հատ նորից կհանդիպեք, թե ենթադրական Հիմա իրանք թղթերի հետ ծանոթանում են,
իրան կարծիքը կասեն, մարտի մեջ կասեն։ Մարտից հենց սկզբերը։ Ներողություն մի փոքր ուշ միացանք, կասեք քանի ստորագրություն է այսքան ժամանակահատվածում հավաքվել եւ 700 ստորագրություն։ 600-ից Մարզերից նայած մարզեր։ օրինակ որ մարզերից են միացել եւ Հոկտեմբերյանից ինձի բերեցին, Լեննականից բերեցին, այդ Ապարանից, Ծաղկաձորից են եկել։ 1000-ից 700, իհարկե ինքը շատ էական թիվ է, Ես ասեմ։ Ընդամենը մի քանի օրում է։ Հիմա վաղորդները, սա ժամերը գրանց իրանք 12 ժամ, 14 ժամ ռուլին են ու չեն կանում դաժե 10 րոպեով։ Դաժե որ բողոքները եւ տեսած կլինենք, որ վաղորդներից ասում են մտնում ենք ավտոն խոսքի հաց են ուտում վաղորդները։ Դաժե հաց ուտելու ժամանակ չունեն։ Այդքան ծանրաբեռնված են։ Իրանք եթե մի ժամը խոսքի կես ժամը բանանեն չեն կարա մուծեն այդ ավոր վարձով ամնում ինձ վաղորդա զանգի ասում է վարձից փողը չեմ կամ հասցնեմ հոգով սրտով ձեր հետ եմ բայց չեմ կամ ախպեր ես իմ ժամերը պլանավորված է ամեն ինչը Դուք հիմա ուրբաթ օրը պլանավորում եք փաստորեն ակցիա իրականացնել Yandex-ի մոտ առանձին բացի այն որպես մեծ առաջ խնդիր եք դրել որպեսզի ձեր սոցիալական իրավունքները հաշվի առնվեն առողջապահական այդ նոր համակարգում նաև դուք առանձին ձեր հարկերի վերաբերյալ դժգոհություն բողոքում Yandex-ի հետ հավաքվել մենք դժգոհ ունենք համ Yandex-ի համ է պետությանը դժգոհ ունենք որ 5% մուծում ենք չգիտենք ինչի համար ենք մուծում Հիմա թող բացադրեն մարտիների մասով, իսկ Yandex-ին է ահա որ շատ է տոկոսները, բացի հետ է տոկոսների շատ խափում է վարորդի։ Ամեն ինչում խափում է։ Օրինակ նայեք, 1000 դրամ հաճախորդ ցույց է տալիս, չէ՞, 1000 դրամ խոսքի։ Հասնում է այդտեղ, մեկը 800 դրամ է ցույց տալիս։ Վարորդը ասում է, այս աշկերից թված, այս 800 դրամը։ Ինքը քաշում է հետ որ հաճախորդի լավ երևա, որ քեզի սկզբից ցույց տա 1000 դրամ է, որ դու գնաս երկար ճամփեն։ Եթե չգնաս, տենաս 800 դրամ է, կարող ասես, չեմ ուզում այդ մեզ 800 դրամի համար։ Ինքը ոնց որ շահը գրգռի քեզի, բայց խափում է։ Հետո հետա քաշում, մտածում ես, ասում ես, իմ աշկերին թված է էսի։ Դա հազվադեպ երևույթ է։ Չէ, բոլոր վաղորդների։ Ասենք 200 ամեն օր գումար է քաշում առնում։ Բոնուսներից է հետ քաշում։ Հաճախորդը նստավ, հիմա շարժվեցին, կարա ինքը զանգի Yandex-ին, ասի չեմ շարժվել, իմ իդրամի հետ քաշել։ Ինքը առանց վաղորդին զգուշացնելու հետա քաշում հաճախորդին տալիս է, օրվա ընթացքում վաղորդը նայում է, ասում է, «Էս իդրամից էս փողը պակաս է»։ Զանգում է օնլայն տաքսի օպերատորին, ասում է, «Ինչի է պակասը, ո՞րն է խնդիրը»։ Ասում է, «Դուք հաճախորդին չեք տարել»։ Ասում է, «Դուք գիժեք, եթե GPS-ով գնում է ավտոն, դուք նայում եք»։ Ես ասում եմ, կարող է դադարք է գնացել։ Ասում եմ, «Ես գիժեմ, դադար գնամ հաճախորդի հասցեն»։ Տեսեք, դա կարևորագույն մեղքն ինչու՞մ է կայանում, որ Yandex-ի օրինակն ենք վերում, որ շուկա մտնելով սկզբից 0% դրույք էր, այնուհետև եղել է 7, այնուհետև եղել է 10, մի նվազագույնը 16.5։ Սկզբից 0 է։ Հա, հենց 0 նշեցի ես։ Ու այս պարագայում իր գործառույթն ունի իրականացնելու կառավարությունը, չգիտեմ, այնտեղ հակամենաշնորհային կարգավորման շրջանակներում, սպառողների իրավունքների կամ ծառայություն մատուցողների իրավունքների շրջանակում եւ ակնհայտ է, որ եթե մի կառույց, որը 7%-ով կարողանում էր իր գործառույթը իրականացնել, հիմի դարձել է նվազագույնը 16.5, բայց միջինացված 21%։ Ստացվում է, որ կամ կառավարության հետ իրանք ինչ-որ գործարքի են եկել եւ կառավարությունը իրենց արտոնյալ կարգավիճակ է տվել, կամ օրինակի համար կառավարությունում ոչ մեկ չկա, այսինքն այս մարդիկ տեղում չեն։ Բայց կա այստեղ մի հատ ուրիշ վարկած, որին ես ավելի շատ հակված եմ, եւ այս մարդիկ տեղում չեն եւ Yandex-ի հետ ամենայն հավանականությամբ ախպեր են իրանք։ Ու այդ երկուսի արդյունքում այս ախպերը ինչպես Հա, մոտավորապես կարելի է օրինակ այս բարձի թողի վիճակը կարելի է գնահատել եւ օրթաղեն կամ կարելի է արդեն տղեկ դուք փայ եք թե փայ չեք այդ գումարից, ինչքան եք ձեզի լեվի փող տալիս, բա որ չեն տալիս, քիչ եք հետևում այս խնդիրներին։ Շատ կարևոր մեսիջներ է դրանք հասկանում եք։ Ոնց կարա քո երկրում 100,000 վարորդի իրավունք ոտնահարվի ու ձայն չանես։ Իմ գնահատմամբ մշտական աշխատողները 40,000 են։ Ընդունենք 40,000-ի իրավունք ամեն օր ոտնահարվում է։ Դու պետություն ով ես։ Պարոն Մանուկյան, արժեվորություններ են եւ
բնական է իշխանությունն ամեն ինչ անելու է նախ սոցիալական բունտերը մեղմելու, դրանք օքսիդացնելու, պլյուս փորձել է հնարավորինս դուրս գալ մարդկանց։ Այս իրավիճակից օգտվելու համար հնարավոր չէ արդյոք on-line այդ ստորագրահավաքը կազմակերպել, որպեսզի ավելի արագ լուծում տրվի հարցին եւ ավելի օպտիմալ լինի ժամկետը։ On-line մենք արդարենք ամեն վարորդ եկել է ստորագրել անձամբ։ On-line ստորագրությունով կարող է չհավատալ։ Բայց վարորդները իրոքի ժամանակ չունեն։ Կարան դաժե գիտեք on-line տարբերակով ամեն վարորդ on-line տարբերակով հելնի ասի ես դեմ եմ։ Այդպես կարանք։ Տեսեք, ես ինչ եմ ուզում ասեմ, այդ խնդիրը դրված չի եղել, որովհետև երբ որ վարորդները զանգահարում էին, ասում էին անունը եւ իմ ստորագրությունը դրեք, մենք հրաժարվել ենք դրանից, բայց շուրջ 700-600-ից ավելի ստորագրություններ բավականաչափ մեծ թիվ է։ Եվ եթե խնդիրը իմանանք, որ 40,000-ը ստորագրեն, հարցը կլուծվի, կարծում եմ դա մի քանի օրվա խնդիր կլինի, եթե եսան բոլորը ստորագրեն։ Հիմա կա խնդիր, բարձրաձայնել են։ Ժամանակը քիչ է։ Մենք այս ստորագրությունը 2 օրվա ընթացքում ենք արել։ 2 օրվա ընթացքում։ Որոշ վարորդները տեղյակ չեն։ Հաջորդիվ քայլերը հետևելն է պլանավորված, որ ուրբաթ օրը Yandex-ի գրասենյակ այցելություն, որից հետո տրամաբանությունը հուշում է, որ 15 օրվա մեջ կառավարությունը պետք է այս պաշտոնական նամակին պատասխան տա, այսինքն ինքը պատասխան տա հստակ, թե այս խնդրով ինչ է անում ինքը, հստակություն լինի։ Չլինելու պարագայում վարորդները պատրաստվում էին անհնազանդության ակցիաներ իրականացնել, իրենց ձայնը, իրենց բողոքը ավելի լսելի դարձնելու համար։